Վրաստանի կառավարությունը փորձում է երկրում վերանայել գնաճը և թանկացումները։ Միաժամանակ հատկանշական է, որ հենց կառավարության քաղաքականությունն է հանգեցրել այդ թանկացմանը։ Ալիք Մեդիան Թբիլիսիի փողոցներում հարցում է անցկացրել, պարզելու համար, թե ինչ կարծիքի են բնակիչները այս մասին։ Սկզբում գները բարձրացնում են, հետո փորձում են վերանայել, որ մենք ուրախանանք։ Սա նախապես պատրաստված խաղ է և շատ վատ իրավիճակ է։ Շատ վատ իրավիճակ է, աշխատատեղեր չկան, իսկ եթե կան, կոպեկներ են տալիս, գրաֆիկն էլ 12-ից 24 ժամ է։ Ես նախընտրում եմ ստանալ 35 լարի և աշխատել 6-ից 7 ժամ, ինչպես առաջ էր։ Գները միշտ աճում են, երդվում եմ, դեղերի համար հազիվ գնեցի։ 3 ասեղ 21 լարիով։ Սա թոշակառու է, հաշմանդամ, սա դպրոցն է ավարտել, չի աշխատում։ Ես միայնակ մայր եմ, շտապ պետք է ատամներով զբաղվի, հազիվ հավաքեցի 20 լարի դեղերի համար։ Հիմա մտածում եմ, ինչ կերակրեմ այս մարդկանց։ Օրինակ մորաքույրս Ամերիկայում է ապրում։ Մտածում եմ, ուրիշ տեղ ավելի վատ չլինի, դրա համար էլ չեմ գնում։ Թե չէ մեծ սիրով կգնայի։ Այնտեղ գոնե նորմալ աշխատավարձ է, թոշակն էլ նորմալ է։ Մայրս թոշակ ունի, իմ պատճառով պարտք է վերցրել, հիմա 200 լարի էլ չունի, ունեմ 2 երեխա և մայր, ինչ անեմ, աշխատանք չկա։ Ամեն օր զանգում եմ, ռեզյումե եմ ուղարկում, բոլոր տեղերը 12 ժամ են, մայրս էպիլեպսիա ունի, գիշերը չեմ կարող մենակ թողնել։ Ես 3 մասնագիտություն ունեմ, թխել եմ կարողանում, անվտանգությունում եմ աշխատել, յուստիցիայում էլ։ Հավատում եք, հիմա նորմալ աշխատանք չեմ գտել։ Մի քանի աշխատանք ունեի, բայց կորցրեցի ցածր աշխատավարձի պատճառով, միշտ կրճատում էին աշխատավարձս։ Բանկում 200 լարի պարտք ունեմ, ասում եմ վճարի, ինչպես վճարեմ, եթե նորմալ աշխատավարձ չունեմ, ինձ էլ հո ինչ-որ բան պետք է մնա ապրելու համար։ Սա արդեն փող չէ, սա թուղթ է։ Մեր մեջ մնա, բայց թուղթ է, լրիվ օդ է գնում, անիմաստություն է։ Ինչ է թոշակը բարձրացնում եմ, բայց մնացած ամեն ինչի գներն էլ են բարձրացնում։ Գոնե դեղերի գները չբարձրացնեն, այդպես կարելի է, ուրեմն դեղի կեսը պիտի գնեմ ու խմեմ։ Ամբողջ աշխարհում թանկացումներ են։ Ես չեմ մտածում, որ սա միայն Վրաստանին վերաբերող խնդիր է։ Ես կարդացել եմ, որ կառավարությունը փորձում է գնաճը վերանայել։ Թող վերանայեն, շատ ուրախ կլինեմ, հատկապես դեղատների հարցում։ Թանկացումներն ամբողջ աշխարհում են և կարծում եմ պետք է լինի ինդեքսացիա։ Պետք է աշխատավարձերն էլ բարձրացնեն և այդ ժամանակ թանկացումները շատ մեծ խնդիր չեն լինի։ Ես կարծում եմ, որ գները միշտ թանկանում են։ Գնիչեցումը նշանակում է, որ երկրի տնտեսությունը թուլանում է։ Ուղղակի զուգահեռ անպայման պետք է ինդեքսացիա լինի։ Պետք է հասկանալ ընթացքը։ Սա երկրին բնորոշ նորմալ իրադարձություն է։ Ուզում ես գնիր, ուզում ես սոված մնա։